Դուք այսօր սկսել եք Էրեբունի թանգարանի մոտից քայլելով դեպի կայարան, քաղաքացիների հետ շփվելով։ Քաղաքացին հենց ինչի դես պիտի ընտրի։ Ոնց է ճակատավորացած քաղաքացուն համոզում, որ գնա ու այն քվեաթերթիկը, որը ձերն է, դնի տուփում։ Նայեք, մենք քաղաքացուն համոզելու խնդիր չունենք։ Այս նկարը, որ մարդիկ նայում են, ասում են ձեր առաջի համարի անցած ուղին, կենսագրությունը ու իր, ես ասած, զասլուգան, հա, այնքան մեծ է, որ տեղ ասելու բան էլ չկա այլևս։ Մարդիկ սա պետքա տեսնեն եւ տեսնեն մեր 7 կետանոց ծրագիրը։ Մենք բավականին ներկայանալի թիմով ենք։ Ես օրենսդիր աշխատանքի փորձառություն ունեմ, պարոն Հարությունյան, գործադիր իշխանության մեծ փորձ ունի, Անի Ներկայան լրագրողական մեծ փորձ ունի, մեր թիմում կան սպաներ, բժիշկներ, մտավորականներ, գիտնականներ, սովորական մարդիկ, ովքեր որ ինչ որ հայտնի մարդիկ չեն, բայց գլխավորը պարոն Հարությունյանի կենսագրությունը տեսնելով մարդիկ ասում են, բա ինքը չլինի, ով լինի, բա ում ընտրենք։ Սա մենք ամենուրեք տեսնում ենք, սա մենք ամենուրեք նկատում ենք, նաև այլ բաներ ենք նկատում, թե ինչ են խոսում ժողովուրդը ուրիշ տեխնացուների մասին։ Հիմա չեմ ուզենա դա ասեմ, որպեսզի հակակարողություն չդիտվի, բայց մենք մեր այսպես ասած հարցումները արդեն անում ենք, որ ինչ է սպասվում եւ ինչ վիճակ է։ Համենայն դեպս ես շատ գոհ եմ եւ մեր սպասելիքները, որ մեր նկատմամբ նման վերաբերմունք դրական կլինի, արդարանում են։ Եվ մենք խնդիր չունենք ինչ որ ապացուցելու, խնդրելու կամ համոզելու մարդկանց։ Մեզանից մնում է մեր ծրագիրը ներկայացնել, որտեղ մենք ելի եմ կրկնում, ներկայանալի թիմով ենք հանդես գալիս։ Սա մեզ մեծ առավելություն է տալիս։ Քաղաքական ուժերը ամեն մեկը իր ձևով է ներկայացնում արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, տարբեր պետությունների հետ ձեր ուժը ինչպես է պատկերացնում անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը։ Կասեի, որ մեր արտաքին հարաբերությունների ամբողջ սպեկտրը ներառված է առաջի կետում անվտանգության հայեցակարգի ուրեմն բաժնում։ Շատերը մեզ հարց են տալի, Արևմուտք թե Ռուսաստան կամ ԵՄ թե ԵԱՏՄ։ Ես միշտ ասում եմ, սա այդքան պրիմիտիվ հարց չէ, ոնց որ օրինակ ասեն Coca-Cola եք սիրում թե Pepsi։ Սա մեր ազգի ճակատագրի, մարդկանց ճակատագրի վերաբերվող հարցեր են եւ այս հարցերի շուրջ մենք կարող ենք հստակ պատասխաններ տալ այն դեպքում, երբ որ կունենանք լրջագույն մշակված փաստաթուղթ լուրջ մասնագետների կողմից եւ պլյուսներն ու մինուսները հաշվարկած այս փոփոխվող աշխարհում, թե որը ավելի ճիշտ կլինի եւ որ ուղղությունը ավելի լավը կլինի մեր երկրի համար։ Սա միանշանակ ես կարող եմ իմ անձնական կարծիքը ասել, բայց նաեւ սա պետք է որոշի մեր ժողովուրդը, ինչպիսի ապագա է մեզ սպասվում։ Եվրոմիության պահով ես էլ եմ կրկնում, մենք կողմ ենք Եվրոպայի հետ լավ հարաբերությունների, մենք կողմ ենք Եվրոպայի հետ մեր մշակութային տնտեսական կապերի շարունակմանը, հումանիտար բան, բայց անվտանգության տեսանկյունից մենք լավ հասկանում ենք, չէ՞ ինչ տարածաշրջանում ենք եւ դեռևս մենք չունենք որևէ ալտերնատիվ, որպեսզի կարողանանք հակակշռենք։ Մնացած առումներով ԵԱՏՄ-ից դուրս գալ, չգիտեմ, տենց բաներ, մենք գտնում ենք, որ ԵԱՏՄ-ն պետք է շարունակենք մենք այդ գործունեությունը, քանի դեռ Հայաստանը չունի այլ շուկաներ դուրս գալու մեծ հնարավորություն։ Հարևան պետությունների հետ, օրինակ, տեսեք, քաղաքական ուժերից մի մասը հայտարարում է, որ մենք գանք խաղաղության այդ գործընթացը, որը հիմա ընթանում է, չեղարկելու ենք, մյուս մասն ասում է, օրինակ, նորից ենք սկսելու բանակցություններ ինչ-որ կետեր լավարկելու մասով, փոխելու ենք, ինչ-որ բաներ անելու ենք։ Դուք ինչպես եք սա պատկերացնում։ Մեր կարգախոսը այս դրա համար անվտանգությունն ենք ընտրել։ Մեր կարգախոսը անվտանգությունն է, որովհետև մենք գտնում ենք, որ խաղաղությունը եւ պատերազմը հարատև գաղափարներ չեն։ Խաղաղությունը ինքը չի կարող մշտական լինել, եթե դու չունես անվտանգություն։ Հետևաբար մենք պետք է ունենանք անվտանգության լուրջ հայեցակարգ, դոկտրիններ, դրա մեջ պետք է մտնի ռազմական հայեցակարգ, դրա մեջ պետք է մտնի տեղեկատվական անվտանգության հայեցակարգ, տնտեսական անվտանգության հայեցակարգ եւ այդ ամբողջ սպեկտրով մենք պետք է հասկանանք ովքեր են մեր թշնամիները եւ ովքեր են մեր դաշնակիցները եւ ինչպիսի սպառնալիքներ մենք ունենք աշխարհից եկածով։ Մինչեւ այս հարցերի պատասխանները մենք վերջնական չունենանք,
այսօր մեր կապարանոց հայտարարությունները եւ պոպուլիզմ կլինի նման բաներ խոսելը։ Հարցումները օրինակ ցույց են տալիս, որ երիտասարդները շատ ժամանակ հետաքրքրված չեն լինում քաղաքականությամբ։ Դա երևի թե քաղաքական ուժերի թվականակի մեծությունը կարելի է այսպես հաշվի առնել, որ չեն կողմնորոշում եւ այլն։ Ձեր ուժը երիտասարդներին ինչ է առաջարկում եւ ինչպես եք նրանց հետ շփվում։ Ձեր շփումները ինչ են ցույց տալիս։ Մեր շփումները նախ ցույց են տալիս, որ երիտասարդության մեծ մասը ապա քաղաքական է։ Նրանք չեն ցանկանում խառնվել քաղաքական գործընթացներին, քանի որ այսօրվա մեր կյանքը մի քիչ այլ է եւ երիտասարդների ժամանցը ավելի հետաքրքիր է, քան քաղաքականությամբ զբաղվելը, բայց դա չի նշանակում, որ երիտասարդությունը չունի իր կարծիքը կամ իր քաղաքական որոշումը։ Երիտասարդության համար մենք առաջարկում ենք հետեւյալը. մեր ծրագրային կետերի 7 կետերի մեջ մտնում է անվճար բարձրագույն կրթությունը եւ անվճար առողջապահությունը։ Անվճար բարձրագույն կրթությունը պետք է լինի պարտադիր, ընդունված մեր երկրում, թող լինեն մասնավոր համալսարաններ, բայց վճարովի այլևս որևէ ուսանող պետական բուհում պետք է չսովորի, պետությունը դա պետք է վերցնի իր վրա։ Եվ մեր ընտրվելու դեպքում, եթե նույնիսկ մենք չկարողանանք այնքան ձայն ստանանք, որ կառավարություն կազմենք կամ ազդենք կառավարության որոշումների վրա, միևնույնն է, խորհրդարան ընտրվելու դեպքում մենք անպայման այդ օրինագիծը բերելու ենք խորհրդարան, մենք պայքարելու ենք դրա համար, որ մեր երիտասարդությունը անվճար սովորի, որովհետև շատերը գիտեք հին բանից ելնելով, այդ դիպլոմ ստանալու կամ ինչ-որ ձևով ուղղակի սովորելու այդ սովորույթը կամաց դուրս է գալիս մեր հասարակությունից, մարդիկ արդեն ընտրում են իրենց մասնագիտությունը, մարդիկ ընտրում են իրենց զբաղվածությունը ըստ իրենց նախասիրությունների եւ պետությունը պարտավոր է ապահովել բարձր ընդունելության մակարդակ, որ մարդ իր գիտելիքներով ընդունվի եւ սովորի անվճար պետական յուրաքանչյուր բուհում։ Իսկ եթե մարդ կա, որ ուզում է մասնավորում սովորի եւ գումար վճարի, դա արդեն օրենքը կարգավորում է մասնավոր բուհերը կան, թող գնան մասնավոր բուհերում սովորեն։ Բայց ինչպես միջնակարգ կրթությունն է Հայաստանում անվճար, նույն ձև էլ կան, ասենք, վճարովի կրթական հաստատություններ, չէ՞, միջնակարգ։ Նույն ձև պետք է լինի բարձրագույնը, այսինքն Հայաստանի Հանրապետությունում մեր երիտասարդության համար մենք խոստանում ենք անվճար բարձրագույն կրթություն։